Բարի լույս, ամենագեղեցիկ բարի առավոտը նվիրում եմ ձեզ Աստծո լույսով, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, Աստված օրհնի ձեզ, եղանակը ցույց եմ տալիս, մռայլ, ամպամոտ, մի քիչ էլ քամոտ եղանակ է, այստեղ լվացք եմ արել, իհարկե մեքենան է արել, ես ընդամենը կախել եմ գեղեցիկ, որ չորանա, սիրում եմ դրսին կախված չորացած շորի այս հոտը, որ տալիս է, շատ անուշ հոտ է, իսկ հիմա գնանք ներս։ Սիրելիներս, դրսից ներս եկա, ուզում եմ ինձ համար կոֆե դնել, դուք էլ ձերը դրեք, միասին խմենք, գիտեմ, որ սիրում եք ինձ հետ կոֆե խմել, Անահիտը գրել էր, որ տիկին Մարինե ջան, սիրով հենց հիմա կդնեմ, միասին կխմենք, այնպես որ կոֆե խմողներ հավաքվեք, կոֆեն դնենք, խմենք, զրուցենք, անցնենք գործի, իմ կոֆեն արդեն բարձրանում է, արդեն եփվեց, մի հատ կխառնեմ, իրար կտամ, մի հատ էլ կեռացնեմ, արդեն վերջ, պատրաստ է, թող լավ եռա, սիրում եմ, որ եռում է կոֆեն, ահա, լցնեմ գնանք, նստենք, խմենք և զրուցենք։ Սիրելիներս, մինչ կոֆեն խմել, ուզում եմ կարդալ Աստվածաշնչից, որդյակ իմ, մի մոռնաք իմ օրենքս, հապա քո սիրտը թող իմ պատվիրանները պահե, վասնզի քեզ երկայն օրեր ու կենդանության տարիներ և հաջողություն պիտի այցելե, ողորմությունն ու ճշմարտությունը թող քեզ չթողու, զանոնք քո պարանոցի վրա կապե, քո սրտի տախտակի վրա գրե զանոնք, այն ատեն Աստծո և մարդոց առաջ, շնորհք ու բարի համարում պիտի գտնես, քո բոլոր սրտովը Տիրոջը ապավինե և քո իմաստությամբ մի վստահիր, քո բոլոր ճամփաներու մեջ զանիկա ճանչեցիր, ու անիկա քո շավիղները պիտի ուղղե, դու քո աչքիդ առաջ իմաստություն մի ըլլար, Տիրոջմեն վախեցիր, չարությունեն հետ քաշվիր, կարդացի Առակաց գրքից 3-րդ համարի 1-րդ խոսքից մինչև 9-րդ խոսք, սիրելիներս, Աստված բարի է, ողորմած է, փառավորենք Աստծո անունը, փառք տանք ամեն բացվող լուսաբացի համար, ամեն, իսկ հիմա խմենք կոֆեն, ինչպես միշտ, սկսեմ ջրով, ինչպես եք իմ սիրելի հայրուհիներ ջան, ես լավ եմ, իմ լավ բարեկամներ, հույսով եմ դուք էլ եք լավ, ուզում եմ, որ լինեք միշտ առողջ, ուրախ, ոչ մի հոգսերի մասին չմտածեք, ձեր հոգսերը հանձնեք Աստծուն, Աստված ամեն հոգսեր լուծող է, փառք տանք և գոհանանք Աստծուց, ամեն, սիրելիներս, կոֆեն խմելուց հետո պետք է պատրաստեմ ճաշ, այսօր ինչ եմ պատրաստելու, պատրաստելու եմ հասարակ համեղ ճաշ, շորվա հավի մսով վերմիշիլով, մեզ մոտ շորվա են ասում, արդեն նախօրոք միսը եփել եմ, մնացած գործողությունները միասին կատարենք, ունեմ կանաչի, պետք է մաքրենք, լվանամ, ջրքանվի, արդեն լվացքը արել եմ, կախել եմ, ցույց տվեցին, բայց 2 հատ զապաս ոնց որ ասած բարձ ունեմ, պետք է անպայման լվանամ, հյուրերի համար է, լվանամ, իմ լավ բարեկամներ, թարմացնեմ, դա էլ կլվանամ և ունեմ 2 հատ բաց կարելու, իհարկե բամբակից երկար, կհիշեք, մեր մայրիկները, տատիկները կարում էին, դնում էին թախտերի վրա, դիվանի վրա, շատ հարմար է, գիտեք, ցերեկը պառկելուց դնում ես գլխին տակ, այս մասը շատ լավ է, դա էլ կկարեմ, ձեզ ցույց կտամ, սիրով,
Իսկ հիմա արդեն իմ լավ բարեկամներ, ժամանակն է պատրաստենք միասին ճաշը։ Գնամ խոհանոց և ձեզ ցույց տամ ինչպես եմ պատրաստում։ Չնայած էջումս կա, բայց ցանկացա նորից պատրաստեմ և ձեզ ցույց տամ։ Մնացեք, դիտեք մինչև վերջ հոլովակը սիրելի։ Արդեն պատրաստվում է սոխառածը, կացայի մեջ յուղ եմ լցրել, սոխը լցրել եմ, տապակում եմ, այնքան մինչև թափանցիկ դառնա։ Դրել եմ մանր վերմիշիլ, այստեղ մաքրել եմ կարտոֆիլ, 1 ճաշի գթալ կարմիր պղպեղ, չորացրած կանաչի, ծիտրոն, ռեհան և տոմատի մածուկ։ Հիմա արդեն սոխառածը պատրաստ է, կարմրել է սոխը, թափանցիկ է դարձել, ավելացնում եմ կարմիր պղպեղը։ Մի լավ կխառնեմ, միսն էլ արդեն նախօրոք եփել եմ, հավի միսը, կավելացնեմ մի լավ ճաշի գթալ տոմատի մածուկ, կխառնեմ և կավելացնեմ մի փոքր մսաջուր, անպայման ես քամում եմ մսաջուրը, շատ չնչին, կավելացնեմ նաև չորացրած կանաչի, մի հատ խառնեմ, նոր կանաչին կավելացնեմ, լցրեցի ծիտրոն ռեհանը, սկզբից որ լցնում ենք շատ անուշ համ ունի, համեղ է ստացվում ճաշը, կխառնեմ և կավելացնեմ արդեն նախօրոք լվացած կտրտած կարտոֆիլը, հիմա պետք է ավելացնեմ մսի ջուրը, մսաջուրը լցրեցի կարտոֆիլի վրա, հիմա փակեմ բերանը, թող կարտոֆիլը եփի, նոր միսը կավելացնեմ, կարտոֆիլը եփվել է, հիմա ճաշին ավելացնում եմ միսը, միսը սիրելիներս լավ չեմ եփել, հենց եռացել է, փրփուրը հավաքել եմ, աղ եմ գցել և անջատել եմ, որպեսզի ճաշի մեջ էլ եփվի, իսկ եթե լավ եփված լինի, արդեն թեթև կլինի ճաշի մեջ։ Միսը կարտոֆիլի հետ մի քիչ էլ կեռա, նոր կավելացնեմ վերմիշիլը, թարմը, կանաչին։ Ճաշը արդեն համարյա պատրաստ է, կխառնեմ և կհամտեսեմ աղը։ Մի հատ գթալ վերցնեմ, որ համտեսեմ։ Մի փոքր աղ պետք է ավելացնեմ։ Խառնեմ և ավելացնեմ վերմիշիլը ու թարմը համեմը սամիթի հետ միասին։ Խառնեմ բերանը, ծածկեմ, 5 րոպեից պատրաստ է արդեն մեր համեղ ճաշը։
պատրաստ է արդեն մեր ճաշը, գազօջախը անջատեմ, պատրաստեցի անուշ բույրով, համով, հոտով, հասարակ ջրալի ճաշ, շորվա, սիրելիներս հիմա ճաշը պատրաստ է, կանաչին էլ լվանամ, այսօր շարոց ունեմ մի քիչ շարելու, դա արդեն կադրից դուրս, սիրելիներս ճաշը պատրաստեցի, վերջացրեցի, 2 շաբաթ առաջ որդիս գնել էր կանաչի, ես ձեզ ցույց տվեցի, մաղադանոս, սամիտ և համեմ, հիմա տեսեք ինչ լավ պահպանվել է, քիչ-քիչ էի օգտագործում, լվանում, թե ճաշի համար, թե ուտելու համար, հիմա նստել եմ այսպես հավասար, ոնց որ ասած դաստայում եմ ձեռքիս մեջ, շատ կոպիտ են կոթունների մասը, իսկ մեր հողամասինը շատ նուրբ է, օգտագործում ենք ճաշի մեջ, սա շատ կոպիտ է, չեմ կարող, մի թեթև կկտրեմ, այսպես հավասար հավաքվում եմ և կոթի մասերը կկտրեմ, ոնց որ նոր քաղած լինի, այդպես թարմ մնացել է, մեր ձեռքի ցանածի համն ու հոտը ուրիշ է, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, երբ պետք է գա գարունը, որ ցանենք, անուշ համով հոտով ուտենք, լավ պահպանվել է, բայց ասեմ, շատ կոպիտ են, թե տերևները, թե ցողունները, կոթունները, դրա համար հեռացնում եմ, այնքան ենք ձմեռը երանի տալի ամռան օրերին, գարնան օրերին, ոչինչ շուտով կհամբերենք, շուտով գարունն էլ կգա, իմ լավ բարեկամներ, հիմա մաղադանոսը կվերջացնեմ, նոր արդեն սամիթը կմաքրեմ, տեսնում եք, լավ է մնացել, որովհետև ես փաթաթել եմ ցելոֆանի մեջ, հետո ամանի սրբիչի մեջ, դրա համար այդպես թարմ է մնացել, հիմա նույն ձևով կմաքրեմ, հաս կոթունները կկտրեմ, սիրուն, սամիթը, հետո նոր արդեն համեմը, փոքր կապ է այս համեմը, հայկական է և շատ թանկ է այստեղ, թե կիլոն, թե կապը, բացում եմ և ինչ տեսնեմ, ուռենու ճյուղ, դալար, դե ոնց չհիշեմ, ոնց չգնամ հիշողություն, հիշեցի, թե մայրիկս, կիսուր մայրիկս, ոնց էին հայաթի ավել կապում այս ճյուղերով, ավելը հասունանում էր և սկսում էին գեղեցիկ կապել, դնել ծանրության տակ, ծայրի մասերը կտրում էին, որ ավելի գեղեցիկ լիներ ավելները, այո, սիրելիներս պետք է միշտ հիշենք, միշտ էլ ես հիշում եմ և գնում եմ հիշողություններ, մեր հուշերը մեզ հետ են, շատ լավ գինձ է սիրելիներս, բայց շատ քիչ, հիմա մաքրեմ, վերջացնեմ, տանեմ, լվանամ, հոսող ջրի տակ լավ կլվանամ սիրելիներս և կլցնեմ, ջրքամվի, հետո կտեղավորեմ, կանաչին լվացի, ջրքամվեց, նորից խոհանոցային սրբիչով չորացրել եմ, դրել եմ ամանի մեջ, ծածկեմ բերանը, դնեմ սառնարանը, սիրելի հետևորդներ ջան, ընկյուզը շարելու ժամանակ, ուրեմն ստացանք մեր զակազը Viber-ից, բերեցին տուն, զակազ ենք տվել, գեղեցիկ, մեկը ցույց տամ սիրելիներս, 4 սհատ, զեյթունի ամաններ գեղեցիկ, շատ գեղեցիկ է, 4 հատ է,
Զարգացած ենք տվել նաև մենք ունենք, դուք տեսել եք մեր բաժակները մեծի փոքր են։ Նվեր ենք ստացել մեր տան բացմանը 12 հատ։ Հիմա փոքրը չունեինք, գնել ենք փոքրը։ Տեսնում եք ինչքան գեղեցիկ է, հələ մեծն էլ բեր։ Շատ սիրուն է։ 12 հատ մեծն է, սա էլ փոքրը գնեցինք։ Գնել ենք նաև վերմակ, ցույց կտա հեսա հարցը, սա էլ 6 հատն է։ Կլվանանք, կշարենք, օգտագործենք նոր տարվանը, շատ լավն են, լվանում ես փայլ ունի, ընտիր, սիրելիներս, խորհուրդ եմ տալի ցանկացողները, ասեմ, որ շատ թանկ չեն, մատչելի են և բոլորին հասանելի։ Հիմա վերմակն ենք ցույց տալիս։ Որդներ ջան, սիրով ցույց եմ տալիս վերմակը։ Ասեմ, որ փափուկ, տաքուկ վերմակ է, ուխտի մորթիով, двухспальный է, շատ լավ է, հանգիստ, փափուկ և տաքուկ։ Հիմա սա մի կողմ դնենք, գնել ենք նաև 2 հատ բարձ, նույն ուխտի մորթիով։ Շատ հարմար է, շատ մեծ չէ, երեխաների համար է, փափուկ, բարձնել է շատ լավ։ Հիմա նաև եկել է զակազը կոշիկի պաստավկա են գնել սիրելիներս, որ կոշիկները ներսում շարել, ձմռանը դրսում չմնա։ Դրսում ունենք, տեսել եք, ցույց եմ տվել։ Այստեղ փայտից փոքր գեղեցիկ կոշիկի աման է, սպիտակ։ Ամեն ինչն էլ, ինչ պակասում է, կամաց գնում են սիրելի հետևորդներ ջան։ Հիմա հարս որդիս հավաքում են, կոֆե խմեցինք, շարունակում են իրենց գործը։ Ահա վերևին ուրիշ էր իթում էսի չէր։ Ես շատ մեր։ Հենա վերևին կա նա էլի զվատալի։ Տակերից։ Այս էր նորը։ Որը։ Բոլոր տան գործերը ամեն ինչը որդիս է անում ամուսնուս հետ սիրելիներս, իսկ հիմա էլ հարս է օգնում հավաքեն շկաֆը, ամուսիններով։ Ես էլ պատրաստ։ Աղեսուքինք։ Դուք հետերը կդնենք։ Հավաքեն վերջացնեն, սիրով ցույց կտամ։ Սիրով ցույց եմ տալիս, սա էլ կոշիկի պահարան է, արդեն հավաքեցին, վերջացրեցին, ունի 3 դարակ, ոչ շատ մեծ է, միջին չափսի, հարմարավետ, արդեն 2 դարակներում դրել եմ մեր տնային հողաթափերը, 3-րդն էլ կոշիկ, մեր այս միջանցքի համար շատ հարմարավետ է, ցանկացողներին կարող ենք արտիկուլը տալ։ Սա էլ էսպես սիրելիներս։ Սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Շնորհակալ եմ ձեր դրական, բարի, ջերմ խոսքերի համար։ Եղեք առողջ եւ օրհնված։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ։